նստում ենք միշտ դեպի լույս ու գնում ենք մեր ճամփով։ Ահա այս տողերով ես ու Դավիթը սկսեցինք թումանյանական մեծարփակ։ Ես մինչ այդ պահը մի քանի օր շարունակ շատ էի հուզվում։ Ընթացքում միշտ փորձում էի հուզմունքս միջիցս հանել, երևի ստացվեց։ Սկզբում ուրախացա, երբ իմացա, որ ինձ օգնելու են մեր դասանի Արենի մայրիկն ու հայրիկը։ Հետո իմացանք, որ նրանք ինչ-որ գործերով չեն կարող գալ։ Ճիշտն ասած, մի քիչ վախեցա, բայց հետո ուժերս հավաքեցի, որովհետև վարելու էի Դավիթի հետ։ Դրա համար էի շատ ուրախ։ Շատ ենք փորձեր անում, դասի ժամին, դասամիջոցին, երկարօրյա ժամին, այդ չեմ ասում, որ երբ տուն էի գնում, ճիշտ է, շատ հոգնած էի լինում, բայց մինչև քնելս աշխատում էի մի քանի անգամ իմ բառերը սովորել, և դա անում էի իմ մանկական փոքրիկ միկրոֆոնի միջոցով։ Այս ամենին պատրաստելը ինձ շատ բան սովորեցրեց, նախ այն, որ պետք է շատ լուրջ վերաբերվել, իսկական հաղորդավարների նման, ամբողջ ընթացքում ես լարված էի, չնայած փորձում էի թաքցնել։ Ես ինձ այնքան լավ էի զգում, որ բոլոր մարդիկ շշմած ու չռած աչքերով ինձ էին նայում, դա ամենահաճելի պահերից էր, ես չէի սպասում, որ իսկական միկրոֆոնով հանդես կգամ։ Ես ու Դավիթը միմյանց շատ էինք օգնում, եթե ես էի շրախում, Դավիթը իր գլխով ցույց էր տալիս տեղը, որտեղից պետք է շարունակել, իսկ եթե Դավիթն էր շրախում, մոռանում, ես էի ցույց տալիս։ Մենք շփոթվեցինք այն ժամանակ, երբ Տիարը ասաց, որ կարմիր հագած մեր ուսուցիչները պարեն։ Մենք այդ պարի մասին պետք է հետո ասեինք, բայց հետո մեզ օգնեց ընկեր Արմինեն, որ մենք շարունակենք։ Մեր գեղարվեստի ուսուցիչները այնքան լավ էին պարում, ուղղակի շշմելու, բոլորս հիացած նայում էինք։ Ինձ համար ամենաանհարմար պահը այն է, երբ միկրոֆոնը պատամատ մոտեցնում է խոսնակին, դինամիկին, և այնքան ուժեղ խշշոց էր գալիս, այնքան ուզված ու լարված էի, որ միշտ մոռանում էի չմոտեցնել, կուզենայի, որ միկրոֆոնի ձայնը շատ բարձր լիներ ու ավելի լավ լսվեր ու երբեք չփչանար։ Բայց ամենաշատը կուզենայի, որ էլի հաղորդավար լինեի, մեծարփակների կամ էլի միայն նախագծի ու անպայման էլի Դավիթի հետ։ Իսկ վերջում լուսանկարվեցի իմ շատ սիրելի Տիարի և էլի նույնքան սիրելի տիկին Այդայի հետ։